եկեք, մի փոքր առաջ եկեք, ապրեք, սկսենք, և ինչ ակնկալիքով եք այսօր մտնում Սահմանադրական դատարան, որտեղ ՔՊ-ի նշանակած կադրերն են հիմնականում։ Ասում ասեք։ Մի վարկան այդ դեպքում տիկիտոնան պատրաստ եք։ Այո։ Կորամ պահեմ։ Տեսեք, ստեղծված իրավիճակում, երբ որ նման բացարձակ անարդար գործընթաց տեղի ունեցավ, ընտրությունների արդյունքները ամփոփելու գիշերվանից սկսած, մասնավորապես խոսքը գնում է կոնկրետ Բարգավաճ Հայաստան կուսակցության քվեների հաշվարկի հետ կապված տարատեսակ մանիպուլյացիաներին, այդ պահից սկսած, հենց այդ պահին մենք հայտարարել ենք, որ բոլոր հնարավոր օրինական ճանապարհներով պայքարելու ենք, որպեսզի մեր ազգաբնակչության, մեր ժողովրդի ընտրելու իրավունքը իրացված լինի եւ գնացել ենք բոլոր հնարավոր օրինական ճանապարհներով։ Այդ գործընթացը սկսել է վարչական դատարան դիմելու գործընթացով, այնուհետև կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմում բողոք ներկայացնելով, հիմա արդեն հերթը Սահմանադրական դատարանինն է։ Մենք հակված ենք, մեր քաղաքական թիմը, պարոն Ծառուկյանի գլխավորությամբ, հակված է բոլոր հնարավոր օրինական միջոցներով պայքարելու արդարության վերականգնման համար։ Տարբեր առիթներով նշել եմ, հիմա եւս մեկ անգամ ուզում եմ վերահաստատեմ, որ խոսքը ամենևին Բարգավաճ Հայաստան կուսակցության շահի համար տարվող պայքարի մասին չէ։ Այս ամբողջ գործընթացը ընդհանրապես արդարության վերականգնման մասին է, որովհետև իշխանության ներկայացուցիչներ, տարբեր կալիբրի ներկայացուցիչներ, երբ որ հորջորջում են ժողովրդավարության մասին, մեր ընտրողների ազատ կամ արտահայտման մասին, մասնավորապես նույն զինվորների քվեարկության հետ կապված տարատեսակ գրառումներ աչքովս ընկան, որ երբ որ մատնանշվել էին կոնկրետ այդ տեղամասերում խախտումների մասին, ընդ որում այդ գործընթացի սխալ կազմակերպման պատասխանատվությունը եւս իշխանությունների ուսերին է, որովհետև եթե կոնկրետ զինվորների ընտրելու գործընթացը կանոնակարգվում է բանակի կողմից, պետք է ընդհանրապես ճիշտ ժամանակին այդ ամեն ինչը կազմակերպել, որպեսզի նաև նույն այդ զինվորների ընտրելու իրավունքը խաթարված չլիներ ու ինչպես նաև այդ տեղամասերում քվեարկած մեր մի քանի հազար հայրենակիցների ընտրելու իրավունքը։ Ամեն դեպքում կարծում եմ պարոն Օրբելյանը իրավական նյուանսների մասին ավելի մասնագիտորեն ու հմտորեն կխոսի ու կներկայացնի, սա հնարավոր գործիք է այդ անարդարության դեմ պայքարելու եւ արդարությունը վերականգնելու փորձ։ Պարոն Օրբելյան, ձեր դիմումում ինչ պահանջ եք ներկայացնում Սահմանադրական։ Իվերքեն, հիմա բերեք ես նախորդ հարցի վրա մի հատ ավելացնեմ ու ձեր հարցին կպատասխանեմ։ Կամերաներով փոխանենք որ բան չլինի, մեջքով չկաղանեմ։ Լավ, նայեք, հետևյալն է խնդիրը, պատմության ընթացքում Հայաստանի առաջին դեպքն է, երբ որ Սահմանադրական դատարանում խախտումների ազդեցությունը ելքի վրա մաթեմատիկորեն ապացուցված է։ Այսինքն միշտ հիմնավորումները, որ բերվում է, քննարկում են, ասում են, այ կազդի արդյունքների վրա, չեր ազդի արդյունքների վրա։ Հիմա ունենք դեպք, երբ որ վերահաշվարկի արդյունքում հրապարակվել են թվեր, այդ թվերով Բարգավաճ Հայաստանը հավաքում է 4%-ից ավել, 50-ից ավելով է, այսինքն ձայն, հետո մեկ էլ հանկարծակի երկու հատ ընտրատեղամասում անվավեր են ճանաչվում եւ դրա արդյունքում 153 ձայն չի երիկում։ Առաջին դեպքն է, ցենց բան չի եղել, բայց ինչի չի եղել, սա էլ արձանագրեմ, որ իրականում շատ հաճախ մենք շփոթում ենք պարլամենտական եւ նախագահական ընտրությունների արդյունքները, պարլամենտական ընտրություններում 4% է անցողիկ շեմը, առաջին գեր հիմա 4 եւ այդ տոկոսը անցնելուց հետո է, որ կուսակցությունը անցնում է ազգային ժողով։ Նախագահականի դեպքում միշտ խնդիրը գնացել է 50% հավաքել են, չեն հավաքել, կեսից ավել են հավաքել, կեսից քիչ են հավաքել եւ դրանից կախված համապատասխան տոկոսներով։ Հիմա ինչ ակնկալիք ունենք, ակնկալիքը այն է, որ բոլորի մոտ աչքի առաջ պետք է հստակ լինի, որ հավաքվել է համապատասխանաբար 4%-ից ավել ձայն եւ ազդեցությունը ինքնին ապացուցված է։ Կրկնում եմ, վերահաշվարկից հետո անվավեր ճանաչելուց հետո տարբերությունը 153 էր։ Հիմա վերադառնամ ձեր հարցին, ինչ ենք պահանջել։ Պահանջել ենք անվավեր ճանաչել արդյունքները, որովհետև ըստ էության պահանջը դա է։ Անվավեր ճանաչելու դեպքում Սահմանադրական դատարանը 3 հնարավոր որոշում կարող է կայացնել։ Բացի որ անվավեր չճանաչի, անվավեր ճանաչելու դեպքում 3 հնարավոր որոշում կարող է կայացնել։ Մենք պահանջել ենք դրանցից երկուսը։ Առաջինը, որ ամբողջությամբ անվավեր եւ վերաքվեարկություն, որովհետեւ խախտումները եղել են շատ բազմաթիվ, վարչական ռեսուրսի օգտագործումը եղել է հսկայական,
ինչքան էլ տարօրինակ չլինի, ուրիշներին են մեղադրում, բայց միջազգային միջամտությունը անվանական եղել է հենց ԿՊ-ի օգտին, մարդիկ, ովքեր իրավունք չունեն մասնակցել ընտրապայքարին, օրենսդրությունը հստակ սահմանում է, որ իրավունք ունեն ընտրելու իրավունք ունեցող անձինք մասնակցել են եւ ոչ միայն պնդել են աջակցել ԿՊ-ի տեխնացությունը, այլ նաև ԿՊ-ն է դա վերցրել եւ իր ընտրարշավի մաս դարձրել, խոսքը գնում է մի շարք այլ երկրների նախագահների կամ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ուղղակիորեն միջամտություն ներկայացնող այդ տեքստերը։ Չնայած էլ կրկնում եմ, իրենք էին պնդում, որ միջամտություններ կա ինչ-որ երկրներից։ Հիմա առաջին պահանջը եղել է դա, որ անվավեր ճանաչվի վերաքվեարկություն համապատասխանաբար ապահովելով իրավունքի գերակայությունը։ Խոսքը վերաբերվում է նաև արհեստական քրեական գործերին, բերման ենթարկելուն, սևացնելուն ուղղված պնդումներին եւ դրա ապոգեյը եղավ այսօր էր թե երեկ էր, 2 օր առաջ, երևի, երբ որ հարց տրվեց բանից օդանավակայանի ԱԱՑ-ի երեկ էր։ Դա ապշեցնող ուղղակի մարդու իրավունքների, անհատական տվյալների պաշտպանության, պետության պարտավորությունների տգիտության գագաթնակետ է, ինչա նշանակում ԱԱՑ-ն երբ կուզի կտարածի այդ տեղեկատվությունը։ ԱԱՑ-ն իրավունք չունի որևէ տեղեկատվություն տարածել եւ բերվեց մեկ օր։ Դա այդ կտորի չէ ուզում անդրադառնամ, շարունակեց, ասեց այ մի անգամ էլ է եղել։ Եվ Անդրանիկ Թևանյան, ով ԲՀԿ ցուցակի երկրորդ համարն էր։ Այսինքն սա ուղղակիորեն ցույց է տալիս հենց վարչական ռեսուրսի ամենատիպիկ օրինակը։ Հետևաբար ակնկալում ենք վերաքվեարկություն օրենքով սահմանված ընթացակարգերով, պահպանելով ամբողջ կանոնները, բայց որպես այլընտրանք հաշվի առնելով, որ մաթեմատիկական, ինչպես նշեցի, ԲՀԿ-ն ուներ այդ 4%-ը, առնվազն մանդատների բաշխման այլ կարգ, որով ԲՀԿ-ն կանցնի ազգային ժողով։ Պարոն Նորբելյան, վերահաշվարկ ամբողջ հանրապետությունը։ Վերահաշվարկ չէ, վերաքվեարկություն, ուրիշ տարբերակ չկա։ Վերաքվեարկություն ամբողջ։ Ուրիշ տարբերակ չկա։ Ուղղակի եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուներ մի քանի տարբերակ, այդ թվում նաև ընտրատեղամասերում վերաքվեարկություն իրականացնել, ապա բանի դեպքում, սահմանադրական դատարանի դեպքում նման հնարավորություն չկա, կամ ինքը պետք է անվավեր ճանաչի եւ ամբողջությամբ վերաքվեարկություն նշանակի, կամ պետք է մանդատների այլ կարգ սահմանի, այնտեղ մի տարբերակ էլ կա, երկրորդ փուլ մենք համապատասխանաբար չենք պահանջել։ Դուք եք ներկայացուցիչներ։ Նույն պատկերը, որ հստակեցնեք ինչի նկատի ունեք, 4% անցնելը թե ընտրախախտումները։ Եվ Նայեք, ինչ կլինի ընտրության արդյունքները, Տիկին Տոնյանը հստակ նշեց, դրանում չի խնդիրը։ Խնդիրը այն է, որպեսզի կարողանա ժողովուրդը իր ընտրությունը տեղ հարցնել։ Վերջին հաշվով, հիմա եթե ժողովուրդը կորոշի, որ պետքա գնա վերաքվեարկության ժամանակ այլ ձևով քվեարկի, ուրեմն կգնա այլ ձևով կքվեարկի։ Եթե կորոշի, որ պետքա այլ ձևով ի օգուտ ընդդիմության քվեարկի, ուրեմն ընդդիմությունը, երբ որ կլինի 3-րդ ուժերի, 4-րդ ուժերի, ուրեմն 4-րդ ուժերի։ Խնդիրը հետեւյալն է։ Այդ վերաքվեարկության ինստիտուտի ամբողջ իմաստը կայանում է հետեւյալում։ Եթե տեղի են ունեցել խախտումներ, որոնք հնարավորություն չեն տալիս իրականում պարզել ժողովրդի կամքը, իսկ մենք խոսում ենք դրա մասին, ապա պետք է լինի վերաքվեարկություն, բայց ոչ թե ավտոմատ տեխնիկական, մեխանիկական գործողություն, այլ ապահովելով իրավունքի գերակայությունը այն սկզբունքները, որոնք կան։ Հետևաբար սահմանադրական դատարանի որոշման մեջ ակնկալում ենք ոչ միայն եզրափակիչ մասը, որ ասի վերաքվեարկություն ամբողջ Հայաստանում, այլ նաև այդ խախտումների արձանագրում, որպեսզի հնարավոր լինի բացառել այդ խախտումների տեղի ունենալը նոր գործընթացի ընթացքում։ Վստահ եմ արդյոք չեմ կարող երբեք ոչ մի բանի վրա վստահ լինել, բայց ընդհանուր սկզբունքը հետևյալն է, պետք է անենք մեր առավելագույնը, կլինի այն ինչ կլինի, բայց մենք պետք է բոլորս անենք առավելագույնը սահմանադրություն եւ սահմանադրական արժեքները պաշտպանելու համար։ Լինելու ձեր գործողությունները, եթե սահմանադրական դատարանը ձեր սպասելիքները չարխարացնի, հա չկայացնի որոշում։ Բերեք sense մեր նկատի ունեք իմ թե կուսակցության։ Կուսակցության Տիկին Տոնյանը կպատասխանի, եթե իրավաբանների մասով էլի հարց կասեն։ Տեսեք, պարոն Նորբելյան, նախին վարչապետ Վազգեն Մանուկյանը նշում է, որ դիմելով սահմանադրական դատարան, քանի որ կանխատեսելի է ըստ էության ինչ որոշում կկայացնի դատարանը, այդ կերպ ուժերը լեգիտիմացնելու են ընտրության արդյունքները։ Ես չմեկնաբանեմ, ուժը որոշել է համապատասխանաբար դիմել, ես որպես իրավաբան գտնում եմ, որ եթե կա որևէ այցյան, որտեղ պետք է դիմել եւ
մի հատ էլ շանս տալ կարգավորելու այս հանգամանքը կարծում եմ անհրաժեշտ է։ Պետք է սահմանադրական դատարանը խուսափի այն իրավիճակից, երբ որ նախկին աջաններում բոլորը նիստից հետո ասում էին մեզ խաբեցին, չեմ մասնավորեցնի ինչում խաբեցին, սահմանադրական դատարանին էլ որ խաբելու լինեն, թող իրանք իմանան, որ իրանք խաբում են։ Համապատասխանաբար հիմա ինչ որոշում կկայացնի չեմ կարող ասել, բայց փաստը մնում է փաստ, որ կա շատ մաթեմատիկական դիմում։ Մաթեմատիկական, որ ասում եմ, շատ միանշանակ, աներկբա, հստակ, այսինքն այդ իմաստով։ Այստեղ մեր դիմում կա որոշակի հատվածներ, որտեղ ավելի ընդհանրական են խախտումները, որովհետև շատ են, ասենք, վարչական ռեսուրսի օգտագործումը, բայց մնացած դեպքերում այս վերջին կտորին թվաբանական կտորը շատ հստակ եւ միանշանակ է եւ բոլորի աչքի առաջ է լինելու կտեսնենք։ Հիմա վերադառնալով լեգիտիմացնելու լեգիտիմությունը ինքը քաղաքագիտական, քաղաքաիրավական կատեգորիա է, նույն տրամաբանությամբ կարելի է պնդել չմասնակցենք ընտրություններին կլեգիտիմացնենք, նիստին կլեգիտիմացնենք, մյուս կողմից էլ կարելի է իհարկե համաձայնվել ասելով, որ ցանկացած իրավական գործընթացի մասնակցություն ցույց է տալիս որոշակի վստահության էլեմենտ, բայց քանի որ գործող սահմանադրության շրջանակներում այլ ընթացակարգեր արկա չեն, մի հատ ընթացակարգ փորձեցին գործընկերները միասնության թևերից, այն վերջին երկու որոշումներից երկրորդը բողոքարկվում է սահմանադրական դատարան, բայց այն մեծ որոշումը, որտեղ երկար ինչ-որ նկարագրել էր իրարահակած պնդումներով կենտրոնական ընտրական հանձնաժողովի այդ որոշումը, դա փորձեցին վարչական դատարանը համապատասխանաբար չընդունեց։ Հետևաբար այլ իրավական գործընթաց քան դա, մենք այս պահին ոնց որ հրատապ չենք տեսնում, ինչը չի բացառում մնացած բոլոր իրավաչափ օրենքի շրջանակներում տեղի ունեցող գործընթացները, եթե պատասխանեցի ձեր օրդերը։ Ներկայացուցիչները 3 հոգով ենք, ես եմ, իմ գործընկերն է Վահեն Գրիգորյան եւ Էլինա Ռևարդանյան, ըստ էության օրենքը թույլ է տալիս 3 հոգու, մինչև 3 հոգի ներկայացուցիչ ունենալ, մեզնից ով կներկայացնի որ մասը արդեն տեղում աշխատանքային ռեժիմով կորոշենք։ Մանդատների այլ կարգ սահմանելը նշանակում է հետևյալը. եթե սահմանադրական դատարանը գա եզրահանգման, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրավասու չէր անվավեր ճանաչել այն երկու տեղամասերում արդյունքները, ապա բայց այն մնացած արգումենտների հետ չհամաձայնվի, որոնք իմ կարծիքով պակաս ուժեղ չեն, պակաս միանշանակ չի այդ ազդեցությունը, ապա պետք է գա եզրահանգման, որ իրականում ձայների այլ բաշխում է լինելու եւ արկա այս վերջին որոշման բաշխման փոխարեն պետք է այլ թվեր լինեն, ըստ էության Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կստանա, եթե չեմ սխալվում, հաշվել է 5 կամ 4 մանդատ, այսինքն անցողիկ շեմով 5 մանդատեր ոնց որ անցնում, ԿՊԻ-ն էլ պակասում եւ օպոզիցիոն ուժերից էլի մեկը մի մանդատ կորցնում էր, բայց ըստ էության այն բաշխումը կլինի, որը կլիներ, եթե անվավեր չճանաչվեին եւ ձայները բաշխվեին այդպես։ Տիկին Տոնոյան, ընդհանուր առմամբ անկախ սահմանադրական դատարանի որոշումից պատրաստ եք ի գիտություն ընդունել սահմանադրական դատարանի որոշումը եւ Սամվել Կարապետյանը առաջարկել արել ընդդիմադիր ուժերին համախմբել Նիկոլ Փաշինյանին հեռացնել օրակարգով, արդյոք ԲՀԿ-ն միանում է այդ կոչին։ Պարոն Կարապետյանի կոչի մասին տեղեկացել ենք լրատվամիջոցներից, նախորդին հնչեցված կոչի մասին, անկեղծորեն առ այս պահը առիթ չի եղել պարոն Ծառուկյանի հետ քննարկելու կոչի հետ կապված դիրքորոշում, ամենայն հարգանքով ենք վերաբերում, նախորդող ժամանակահատվածում էլ հետընտրական օրերի ընթացքում քաղաքական թիմերի անդամներով բավականին կոնստրուկտիվ ու կառուցողական քննարկումներ ունեցել ենք մի շարք ընդդիմադիր կուսակցությունների, այդ թվում նաև Ուժեղ Հայաստանի մեր գործընկերների հետ, ինչպես նաև տեսել եք վարչական դատարանում էլ նաև այլ ընդդիմադիր ուժերի իրավաբանների հետ համատեղ այսպես նախաձեռնություններով հանդես են եկել, սակայն կոնկրետ պարոն Կարապետյանի առաջարկած օրակարգի շուրջ համախմբվելու հարցի հետ կապված այս պահին դեռևս պաշտոնական դիրքորոշում չեմ կարող փոխանցել, որովհետև զբաղված ենք սահմանադրական դատարանի հետ կապված այս հարցերով, բայց հարգանքով ենք վերաբերում պարոն Կարապետյանի առաջարկ։ Տեսեք, իրադարձություններից առաջընկնել չեմ ուզում, չեմ ցանկանում, սպասենք ընդամենը 15-օրյա ժամկետում պետք է հարցը քննվի եւ արդյունքների մասին արդեն post factum կկարողանանք խոսել, այնուամենայնիվ կրկնում եմ, որ այստեղ նպատակը բոլոր հնարավոր իրավական գործիքները օգտագործելով մարդկանց ընտրելու իրավունքի վերականգնումն է։ Մեր նպատակն ու ցանկությունը դա է։ Տեղեկություններ կան, որ քաղաքապետարանի կողմից Գագիկ Ծառուկյանին պատկանող մուլտիվելնիս
ընկերությանը ծանոթում է ուղարկվել կնքված կառուցապատման իրավունքի պայմանագրից հրաժարվելու մասին։ Խնդրում եմ կասեք, այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ինչի մասին է խոսքը եւ ինչ են պատրաստվում անել Ծառուկյանները։ Տեսեք, շատ մանրամասնորեն իրավական մանրամասներին չեմ տիրապետում, որովհետև մուլտիվելնեսը հավատարմագրային կառավարման հանձնված բիզնեսներից մեկն է, որտեղ պարոն Ծառուկյանը բաժնե մասեր ունի, բայց այո, տեղյակ եմ, որ Երևանի քաղաքապետարանի կողմից պայմանագիրը միակողմանի լուծարելու վերաբերյալ ծանոթագիր են ստացել, այդ տարածքը վարձակալությամբ է տրված Multigroup կոնցեռնին մինչև 2065 թվականը եւ առանց որևէ հիմնավորում ներկայացնելու Երևանի քաղաքապետարանը այսպես սեփական կմահաճույքով որոշել է միակողմանի լուծել պայմանագիրը 1 ամիս շուտ այդ մասին տեղեկացնելով Multigroup կոնցեռնին իրավաբանները իրենց առարկությունները արդեն իսկ ներկայացրել են եւ բնականաբար ինչպես ցանկացած այլ դեպքում այս դեպքում եւս բնականաբար մենք գնալու ենք իրավական ճանապարհով որովհետեւ հասկանալի է որ մինչև 2065 թվականը ունենալով վարձակալության պայմանագիր, երբ մեկ գիշերում նման որոշում է կայացվում, հասկանալի է, որ սա ընդամենը քաղաքական կոմպոնենտ է իր մեջ պարունակում եւ հերթական անգամ իշխանությունները իրենց ձեռքի տակ ունեցած վարչական ռեսուրսներն ու լծակները փորձում են որպես մահակ օգտագործել։ Սա իմ գնահատականն է, բայց առաջիկայում իրավաբանները ավելի հստակ հարցի հետ կապված դիրքորոշում կներկայացնեն։ Հնարավոր է դատարանում վիճարկել։ Բնականաբար, քանի որ բացարձակ հիմնազուրկ է այդ ծանոթագիրը, իրավաբանները արդեն համապատասխան գործընթացը կիրականացնեն օրենքի շրջանակներում, սակայն Multigroup կոնցեռնի տասնյակ ընկերություններում են այս օրերին տարատեսակ հարկային ստուգումներ, այսպես որոշակի գործընթացներ տեղի ունենում։ Multiwellness-ը միակը չէ Multigroup կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերություններից, որտեղ յուրաքանչյուր օր որոշակի գործողություններ են տեղի ունենում։ Շնորհակալություն։ Անդրադառնալիք իմ հարցներին գործողությունների պլաններում եք, եթե ձեր սպասելիքները չարդարանասանրական դատարանը ձեզ sense ոչ հաճելի որոշում կայացնի։ Ավելեն փողոցային պայքար լինելու է։ Տեսեք, ես կրկին անգամ չեմ ուզում իրադարձություններից առաջ ընկնել, մենք մշտապես մեր բոլոր քայլերի մասին վաղօրոք տեղեկացրել ենք, այս դեպքում դա եւս բացառություն չի լինելու, բայց կրկնում եմ, որ մենք տարատեսակ գործողությունների հետ կապված ունենք քննարկումներ, բայց այս պահին առաջնորդվում ենք այն օրակարգով, որի մասին տեղեկացրել ենք եւ որի մասին դուք բոլորը տեղյակ եք, այսինքն Սահմանադրական դատարանում ընտրությունների օրինականություն ու լեգիտիմությունը վիճարկելու գործընթացը տեղի ունենում եւ դրանից հետո նոր միայն մեր հետագա անելիքների մասին կխոսենք։ Շատ շնորհակալություն։ Արդեն ասացի, որ այդ մասին խոսելու հնարավորություն չեմ ունեցել պարոն Կարապետյանի առաջարկի մասին, քանի որ նախորդին ենք տեղեկացել լրատվամիջոցներից, առիթ չի եղել պարոն Ծառուկյանի հետ դա քննարկելու։ Շնորհակալություն, մերսի շատ։